Ողջույն սիրելի հետևորդներ, Տրիբյուն AM-ի YouTube-յան հարթակում կրկին արդքասթն է եւ այսօր իմ հյուրը սիրված դերասանուհի Արաքսիա Մելիքյանն է։ Ողջույն Արաքսիա։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Շատ դժվարությամբ հասար այսօր։ Երևանում ուրիշ կերպ հնարավոր չէ, պետք է նյարդերը տանջատես, մագնեզիումը խմես, անտիդեպրեսանտը խմես ու մտնես երթևեկության։ Արաքսիա, դու միշտ էմոցիոնալ ես, բայց քեզանից միշտ դրական էմոցիաներ են հորդում։ Կյանքի տարբեր իրավիճակներում ես տեսել եմ եւ կարող եմ ասել, որ քեզանից այդ դրականը հենց առաջին քո հայտնվելուն պես գալիս է։ Ուզում հասկանալ այդ դրականի եւ այդքան էմոցիաներ ունենալու, այդքան ուժ ունենալու հիմքը ո՞րն է։ Առավոտ արթնանում ես, ինչպես է սկսվում քո օրը։ Ինչպես բոլոր տներում սուրճ ես գործով եմ սկսում, ոչ թե վայելելով, սուրճը դնում եմ սեղանին ու միանգամից ամաները լվալ, չխչխկացնել, որ բոլորին քնից անեմ։ Ես առավոտյան մարդ եմ ու մի ժամանակ անդադ ձեռքս գցում է հեռախոսին, հիմա ինչ որ մի երկու հատ բան եմ կարդացել, ասում են մի արա։ Մի երա, այդպես մի երա։ Մտածում եմ, Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ այսօրվա օրը սկսվել է ու սրտից չեմ ասում, իրոք տենց եմ ասում, որովհետև շատ մարդիկ ուղղակի բախտ չունեն այսօր արթնանալու, այնպես որ ու տենց սկսվում է սովորական կենցաղային օր։ Դու մշտապես շատ ուղիղ խոսող մարդ ես, քեզանից, այո, եւ ուզում եմ հասկանալ քո ուղիղ խոսելու հիմքում քեզանից հաճախ են նեղանում, թե արդեն ընդունում ու սիրում են այդպեսին, որովհետեւ նման մարդկանց կամ շատ են սիրում, կամ չեն կարողանում շփվել։ Ես չեմ վիրավորում մարդկանց։ Ես աշխատում եմ չվիրավորել։ Իսկ ուղիղ խոսելը անպայման նախապես զգուշացնում եմ, որ ես հեսա ուղիղ խոսելու եմ։ Պատրաստ եք արդյոք լսել։ Փոքր ժամանակ տեղի անտեղի կարծիք էի հայտնում, քանի մեծացա հասկացա, որ առանձնապես ոչ մեկին հետաքրքիր չի քո կարծիքը, եւ սովորեցի կարծիք չհայտնել։ Հետո հարցնում եմ, եթե ձեզ իրոք հետաքրքիր է, ուրեմն պատրաստ եղեք լսելու, ինչ եմ ասելու։ Բայց ես աշխատում եմ մարդուն չվիրավորել, որովհետեւ դե վիրավորելը հեշտ է ու անպատասխանատվություն էլ կա այդտեղ, չէ՞։ Իսկ ուղիղ խոսքը դե սուտ չեմ կարող ասեմ, որ սուտ ասում, հետո ես եմ տանջվում, ավելի լավ է միանգամից ճիշտ ասել, հետո սուտ ասելու համար պետք է ջանք գործադրես, որ սուտդ հիշես։ Իսկ այդ ավելորդ բեռա, ուստի Իրականում մեզ երբեմն թվում է, որ մենք չենք նեղացնում, բայց հենց ճշմարտությունն է նեղացնող լինում։ Նման իրավիճակներում ինչպես է լուծում գտնելու, հարթելու իրավիճակը։ Անպայման ներողություն եմ խնդրում։ Եթե զգում եմ, որ մարդուն իրոք նեղացրել եմ առանց գիտակցելու, որտեղ մեկ-մեկ դիտավորյալ եմ նեղացնում, ասում սպասի, ես դա կտեսնի ինչ անելու։ Բան անպայման ներողություն եմ խնդրում։ Ցույց եմ տալիս, որ ես իրոք զղջում եմ իմ արածի համար։ Քո այսչափ բաց լինելը, մարդկանց իսկապես չկեղծելու, չխաբելու, որ ընդհանրապես հաղորդավարները կարծիք ասելուց պետք է զերծ մնան, բայց ես չեմ թաքցնի, Արաքսիան շատ եմ սիրում ու հենց նրա այդ բացը ասելով օգնելու բնավորության պատճառով ավելի չի բարդացնում, որովհետև նա բաց է եւ նրան ինչ որտեղ հարվածելը հեշտ է։ Ճիշտ ես, հարվածելը շատ հեշտ է, բայց ես միշտ աշխատում եմ մարդուն սկզբում վստահել, հետո նոր պաշտպանվել։ Մարդիկ կան զգուշավոր են, չէ՞, անընդհատ կան։ Ես իմ շրջապատում էլ կան։ Մտնում են տարածք զգուշավոր, այսինքն հանկարծ իրենց չխփեն։ Ես այդպես չեմ։ Մի անգամ եթե պիտի խփեն, հասկանանք, որը որից հետո է, դրանից հետո երևում է շարունակելու եմ շփվել, թե չէ։ Իդեպ ասեմ, այդ քո կարծիքն է, թե ես այտենց բան եմ շատ ազնիվ։ Լիքը մարդ էլ գուցե, ես իրոք չգիտեմ, բայց մտածում եմ, ֆու, էլի սկսեց էս իր լոլոները պատմել կամ բան, գուցե այտենց մարդիկ էլ կան, այնպես որ ես չեմ կարծում, որ ես այտենց ամբասիր անկեղծ եմ կամ բան, գուցե լիքը մարդու համար է։ Դա ընդունելի չի ամբողջությամբ անկեղծությունը, բայց այն անկեղծությունը, որը կա, ինձ թվում է ինձնից բացի նկատողներ եղել են։ Հա, համարենք մեծամասնություն է այդպես, իսկ ուզում եմ ասեմ 100%-անոց չի այդ կարծիքը։ Ու ես այն մյուս կարծիքի հետ եմ հաշվի նստում ու բացարձակապես չեմ մտածում, որ այնտեղ գոհացնեմ, հա, իրեն գիտեն։ Ընդհանրապես ես մի բան եմ սկսել հասկանալ ու այտենց ինձ ավելի հեշտ է ապրել, այդ իրանց խնդիրն է, իմ խնդիրը չի։ Ես բոլորին չեմ կարա գոհացնելով ապրեմ, բոլորին դուր գամ, մի քիչ էլ ինձ համար պիտի ապրեմ, իսկ դրա համար թող իրանք գնան։ Ես կարող եմ վերջում մենակ մնամ, չգիտեմ, կամ էլ հակառակը։ Այսպես ասած, այլևս է դրա մասին չեմ մտածում։ Դա ինչ-որ մանկական երազանքներ էին, որոնք ուզում էի կատարած էի, որ բոլորը սիրեին, բոլորի համար լավը լինեի։ Հետո հասկացա, որ դա անիմաստ Սիզիփոսի աշխատանք է, անընդհատ
տեղերը լցնի։ Հիմարություն է։ Ինչպես որ ուղղակի ինձ համար ապրում եմ։ Բայց հատկապես մեր ոլորտում եւ հատկապես դերասանների համար կինո աշխարհում, թատերական աշխարհում բոլորը որոշակիորեն չակերտավորացված դեր փախցնելու համար պատրաստ են բոլորի հետ ունենալ լավ հարաբերություններ։ Երբ որ կտրուկ ես, երբ որ ասող ես, չի դժվարացնում դերերի հարցում, առաջարկների Հայաստանում էլ ինչ դերեր կա, որ մի հատ էլ ես մտածեմ այդ դերը փախցնելու մասին, թե չկներեն, թող ինձ հիմա ներեն բոլոր այդ ինչ կինո են նկարում կամ այդ ինչ ներկայացումներ ա, որի համար էլ ես գնամ տանջվեմ, ասեմ ինձ այդ դերը չտվեցին։ Իհարկե երիտասարդ, ավելի երիտասարդ ժամանակներում նման պահեր եղել ա, երբ որ ինձ թվացել ա, եթե ես դա չխաղամ, այդ կլինի վերջը, հետո գնացել եմ ներկայացումը նայել եմ, ասել եմ, սրո հումոր է, ես այդ բոլոր բաները ես անցել եմ։ Հիմա ինձ համար շատ ավելի դժվար շրջան է, որովհետև երազելու տեղերն ա սկսել քչանալ։ Այն ժամանակ ձգտումներ կար, ուզում էի այստեղ հասնել, այս ցավոք սրտի հիմա ամբողջ Հայաստանում համատարած այնց վիճակ կա, որ ձգտումներ չկա, ցավոք սրտի։ Ես հիմա դա խոսում եմ որպես դժբախտություն։ Իսկ ինչով պայմանավորված, ընդհանուր իմ նկատելով շատ ոլորտներում այդ խնդիրը կա, բայց դա Հայաստանի վիճակից ելնելով է, թե ինչ կարելի անել, ինչպես մենք անհատ, որպես ինչ անենք, որ փոխվի, ինչը պետք է փոխել։ Չեմ կարող ասել։ Երկար եմ մտածել, բայց երբ որ երկար մտածում ես, ուղեղը սկսում է ուղղակի չորանալ, անկեղծորեն սկսում է տաքանալ, ավելորդ մտքեր են գալիս, ու ես հասկացել եմ, որ այդ կարող է եւ իմ լուծելու հարցի չի, ուղղակի պետք է այսօր ապրել երջանիկ, կարող է այդքանն է իմ կյանքում տրված ու ինչը ինձ իմնա կհասնի ինձ, ուղղակի ես պետք է հարմար պատրաստ լինեմ դրան եւ ոչ ներվային ու ագրեսիվ։ Իսկ դրա համար ուղղակի ապրելա պետք ու շարունակել ստեղծագործել, աշխատել ամենաառաջինը ինքս ինձ համար։ Ես գրքեր եմ տարօրինակ հիմա ուսումնասիրում կամ ուրիշ դերեր եմ բացում, ուրիշ ռեժիսորների եմ ուսումնասիրում, այնպես չի որ պարապ նստած եմ ասում եմ, Սպիլբերգը գա ինձ նկարեր, չէ, փորձում եմ, աշխատում եմ։ Որ այն ժամանակ ռուսերենի դասատու էի վարձել, ռուսերենի վրա էի աշխատում, բայց դա դեռ ինձ ստոպ չի տալիս, ես հիմա էլի փորձում եմ խոսել, անդադ ինձ Ռուսաստանի դաշտում եմ տեսնում, չգիտեմ ինչի։ Թատրոններում երևի, թե կինոներում։ Հրազեի թատրոնում, բայց չեմ հասնի թատրոնի մակարդակի իմ կարծիքով։ Ինչու՞։ Ինչով են ավել։ Ավել չեն։ Բա։ Բացառ շնորհքի կամ տեխնիկայի հետ կապված հաստատ ավել չեն։ Լեզվի բարիերը, հա, ինչքան ուզում է այդ խոմայր լեզվի պես պետքա հնչի, իսկ դա այլ է բեմը։ Հա, այսինքն կարող ես դու 3 էջը պատրաստել, բայց ներկայացումը պետք է քո մայր լեզվով լինի, որովհետև իմպրովիզի այդ համապատրաստի ստեղծագործելու պահակը դու չես կարող այդ ժամանակ արագ թարգմանես ճիշտ ես ասում թե չէ։ Համալ էներգիան կբաշխվի թարգմանելու, տեքստի հիշելու, խաղալու եւ բայց ֆիլմի մեջ ինձ տեսնում եմ, անկեղծ որ ասեմ, ֆիլմերում ու աշխատում եմ այդ ուղղությամբ։ Դե հուսով եմ մեր ռեժիսորները նկատի ունենան։ Ես փոքր բաներ արդեն ասում եմ, հա, այն որ ես հայկական ֆիլմում այսպես ասած լայ աղջի անի խաղա, այնտեղ ասում հա, որ այդ շուկայի մեջ մտնեմ ու էլի ոչ մի ամոթալի բան չեմ գտնում դրա մեջ, որ ասենք այդ փոքր դերերն եմ ասում, հա, ինչ որ տեղից պետքա սկսել ու կապ չունի բացարձակապես, որ ես արդեն միջին տարիքում եմ, ինչ որ մի բան է ուզելու համար միշտ պետքա փոքր քայլերով սկսել։ Լայ աղջանելու մասին, այսպես ասած հայերեն, իսկ ինչու՞մն է տարբերությունը, որ հայկական ֆիլմում այդ դերը չես ուզում խաղալ, բայց ռուսական կամ թեկուզ ամերիկյան իրականություն դե որի մասին չխոսենք, կարելի է խաղալ։ Ինչն է տարբերությունը, որովհետև ինչ։ Հայկականում ես ունեմ բազում նման դերեր, գրեթե բոլորն են նման դերեր, բայց Հայաստանում հետեւյալ sense կարծրատիպը կա, հա, որ քեզ մեկ կանչեցին այդ փոքր դերը դու խաղացիր, այլ գլխավորի չեն կանչում։ Հա, չեմ անում, ինչ որ մի հատ sense չգրված հիմար օրենք կա, ինչու եմ ասում հիմար, որովհետև դա ոչ պրոֆեսիոնալ է ու բազմակետ։ Ես ինքս մասնագիտությանը սիրահարված եմ, տենց էլ կմահանամ վստահաբար, կապ չունի մասնագիտությունը կունենա այն բարձրունքը, այն թռիչքը, ինչ որ ես եմ մտածում, բայց մեկը այսինքն ինձ համար կապ չունի փոքր դերա թե մեծ դերա։ Դերը ունի իր էներգիան, բայց Հայաստանում sense են արաքսը խաղա։ Արաքսը մերնա կխաղա։ Հա, տենց կա, տենց բան է սկսում տարածվել, հետո դու նայում ես, ասենք այն գլխավորը ում են տվել, ասում ես, այդքան սրա խաղացած, բատով չեմ ասում, Աստված ջան, թող որևէ մեկը ինձ հիմա սենց քարեր չնետեն, ասեն, բան վիրավորված տեղից։ Բացարձակապես վիրավորված չեմ, ես այս սենց խաղում եմ թատրոնում, բավականին սպառվում եմ, գոհ եմ իմ կյանքից, բայց չտեսնել էլ չեմ կարող, էլի, ու տենց գնում է այդ կարծրատիպը, դե
Արաքսին բանանենք են։ Ու տենց էլ այդ աճը չի լինում։ Իսկ Ռուսաստանում ավելի մասնագիտական այն մատերից ծերերը պաչելով են շնորհակալություն ասում, որ դու այդ հատվածը լավ ես խաղում։ Ու սպասիբո, այդ իսկական է, դու տեսնում ես, որ ոնց գնահատվեց այդ։ Ու մեկ է տեսնում ես, որ մի կտոր ավելացավ, ավելի հարգանքդ շատացավ։ Այստեղ այդպես չի, ուզում ես լավ խաղա, ուզում ես վատ խաղա, մեկը բանը նայում են այն ցուցակով, նայում են այս կանանոցը, հա լավ, բարձաբաներ եկեմ։ Գուցե եւ նաեւ գաղտնիք չէ, որ Հայաստանում երբ դերերի համար զանգում են մարդկանց, ես գիտեմ, դրա համար եմ ուզում հասկանալ, արդյոք վիրավորական չէ, երբ տարիների փորձ ունեցող դերասանուհուն ուղակի կաստինգով ընտրում են երկրորդ, երրորդ կամ փոքր էպիզոդիկ դերի համար եւ զանգով ինչ-որ մեկը գալիս գլխավոր դեր են ստանում եւ խաղալուց անգամ կա լեզվի խնդիր, դիմախաղի խնդիր, բայց միևնույնն է այդպես էլ նկարվում է։ Ինքը ունի ավելի շատ բան, ինչ են ասում, պատպիսչիկ։ Այսօր այդ դարում ենք ապրում մենք, բացարձակապես դրա մեջ ես չեմ իմա քարեր չեմ նետում էլի, որ ինչի են իրանք խաղում, գուցե շուկան այսօր դա է պահանջում, ուրեմն թող իրանց էլ կանչեն։ Ընդհանրապես չեմ կարող հիմա ես դատել, վերլուծել ինչու է այդպես։ Թող նկարողը հասկանա, որ 10 անգամ ավելի շատ աշխատանք անում այդ խեղճի հետ։ Տանջում է իրան էլ ինքն էլ է տանջվում, որ ինչ-որ մի բան անա։ Դու անի, գալիս ես դու կես ժամ էլ չի տևում, ճպ, երազում եմ, գժվում եմ, այդ որ գժվում ես այն մեկը, դու հարցրել եմ ես, անունը չասեմ որ ռեժիսորին, ասացի, բա ինչի ես այս տեղը խաղացի, սրան էի արժանի, ասում ոչ դու պարզ չի որ դու դրան արժանի չես, ասում բա ինչի ես սրանով կանչել, ես մեկը եկել եմ, անունել դրել եմ ընկերություն կամ բան, ասում արդյոք գիտես էլի, հիմա քեզ պիտի ասեմ, ասում հա գիտեմ, բայց եթե ես չեմ փոխում, դու չես փոխում, նա չի փոխում, ստացվում է այն ինչ որ է։ Ուրեմն մի բողոքի, ասում է դե Հայաստանի շուկայում պիտի վաճառվի, չէ՞։ Ես ասեցի, բայց ով է որոշել, որ առնողն էլ է դա ուզում։ Ախր ով է այդ բաները որոշել։ Հետո երբ որ նայում ես մարզահամերգային համալիրում ինչա կատարվում կամ այդ երգիչների հասկանում ես իրանք ճիշտ են, դու ես սխալ արած։ Այսինքն առաջարկ պահանջարկը բավականին շուտ պետք է հակառակ կողմի եւ սխալ են այն մարդիկ, ովքեր չեն ստեղծում այն որակը, որը պետք է բոլորի համար լիներ։ Հա, հարմարված շարունակում ես ապրել։ Եթե սկսեցիր կռվել, էլ չես ստեղծագործել։ Դա հիմար բան է, անիմաստ կռիվ է դառնում։ Գլուխը թակը խփես պատին, այդ պատը մնալու է, մեկը ջարդած ճակատով Ուստի ես չեմ ուզում ճակատը ջարդվի, կապրենք կտեսնենք։ Միևնույն է բազմազբաղ դերասանուհի ես եւ անգամ հարցազրույցների կանչելիս շատ բարդ է ժամանակային առումով ուզում եմ հասկանալ այս պահին բազմազբաղությունը կա թե ոչ, թե թատրոնում, թե կինոյում եւ կուզեմ նաեւ դերերից խոսել հիմա դերերը ընտրելիս ինչով ես առաջնորդվում, որն է ամենակարևոր կետերը, որ պետք է գոնե լինեն, թե թատրոնում, թե կինոներում։ Ես հիմա շատ զբաղված եմ թատրոնում, ընդհանրապես իմ կյանքում այդ մայատնիկի օրենքն է՝ մի քիչ թատրոն, մի քիչ կինո, մի քիչ թատրոն, մի քիչ կինո։ Հիմա թատրոնի շրջանն է, լցվելու շրջանն է։ Հետո սա կմարի, կսկսի կինոն։ Ու այդ շատ օրինաչափ է։ Ես հետո ասենք կպակասի, տակ կմահանամ։ Մայց ենք խոսում։ Այսօր մի քանի անգամ խոսեցինք։ Հա, ինչ որ շատ եմ խոսում, տեսնես ինչի՞ց է։ Զգին։ Մենք դեռ չենք գալիս քեզ մոտ։ Հա, վերադառնանք թատրոնին։ Հիմա ես թատրոնում եմ շատ զբաղված ու ես շատ ուրախ եմ, որովհետև ես այդտեղ ապրում եմ, սիրում եմ։ Ճիշտ է, վարձատրությունը բոլոր ասպարեզներում, թատերական բոլոր շրջաններում քիչ է, բայց հասկանում գալիս է կյանքում մի պահ, որ հասկանում ես շատ փողնել, քիչ փողնել նույն կերպ ես ծախսում։ Մեկը դու չես կարող լինել շատ հարուստ, որովհետև դու ուղղակի չես տիրապետում այդ հարուստ լինելու, հա, այդ ինչ որ ուրիշ ձևաչափ է, որը ես ինձ արդեն հանգստացել եմ, ես էլ այլևս չեմ ձգտում, ես աշխատում եմ այնքան, ինչքան ինձ բավարար է նորմալ կյանքի համար եւ ես ինձ իդեալական եմ այդպես զգում ու հանգիստ եմ զգում հետո մտածում բա որ հարուստ լիներ պիտի մտածեր հիմա այս ամեն ինչը ոնց պահեմ այս հեղափոխությունը եղավ որ ով կգա ինչ կար ախպեր ջան տենում ես հանգիստ ապրում ես ինքն այն ինչի հիմն է ես այդքան աշխատում եմ ուստի ինձ տվեցի այդ ազատությունը չվազելու շատ եկամուտի հետևից եւ անելու շատ վատ բաներ որոնք հետո իմ խղճին ազդում էին զբաղվել նրանով որ ինձ հաճույք է պատճառում ու որը մի քիչ ավելի քիչ է նորմալ է, երեխաներս էլ մեծանում են, արդեն կսկսեն կամաց իրենք հոգալ, ես համենայն դեպս իրանց հրում եմ, որ գնան ստեղծեն իրենցը, ուստի ես ունեմ այդ ազատությունը ստեղծագործելու թատրոնում եւ թատերական շրջաններում, իսկ ֆիլմերը կամ սերիալները ինչ որ լավ բան կգա, ինձ որ սրտիս կկպնի անպայման կասեմ հա։ Լինում է, որ կանգնես առավոտ հայելու առաջ ու ասես Արաքսիա ջան, բայց արդյոք քեզ ուզում եմ ես տեսնել այս դերում, բայց համոզելով ասել դե լավ, պետք է եւ շատ կա։ Ես շատ եմ տենց սերիալ անուններ հա չտանք, որովհետև դա
բարոյական չի։ Այդ ջրից խմել եմ եւ չի կարելի այդ ջրի մեջ թքել, բայց եղել են դերակատարումներ, որոնք ասել եմ անից վի են օրը, որ ես հիմա պետք է գնամ այդ անեմ, ինչի համար, ինչի տա պետք առհասարակ էս ամեն ինչը։ Շատ ա եղել։ Ուղղակի անընդհատ այդ հանուններն են եկել։ Հիմա էլի չեմ մեղադրում, ինձ ասում եմ այդ շրջանում դա էր պետք, ասա շնորհակալություն անցի առաջ։ Եվ կան նաև դերեր, որոնք ես ասենք գիտեմ պիտի խաղամ հիմա մի քանի օրից այդ նկարահանումն կամ ներկայացումը ողջ օրերը սենց մտքով այդ դերն է, դա էլ կա, դա իմ մասնագիտության տարօրինակությունն է ու սերը։ Ինքդ քո հետ դիալոգներն ու կռիվները։ Ամբողջ օրը խոսում եմ, հա, այնպես լավ է ինձ հետ։ Ոչ որպես դերասանուհի եւ ոլորտի մարդ, այլ մարդ, ով ուղղակի Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Այսօր երբ նայում ենք մեր թատրոնների եւ կինոների վիճակը, թե ինչ է ցուցադրվում, ինչ է բեմադրվում, ինչ է նկարահանվում, ինչն է հետաքրքիր, արդյոք գոհ եք իրավիճակից։ Ես չեմ նայում ոչ մի բան։ Ես հայկական ոչ մի բան չեմ նայում։ Հիմա կասեն, հա, ինքը այդ գործի մեջ է, չի նայում, բայց չեմ նայում։ Իհարկե ասելու եմ։ Հա, թող ասեն, չեմ նայում, ինձ հետաքրքիր չի։ Ես չեմ ասում ինչ սերիալներ եմ նայում, ես միացնում եմ ուրիշ երկրների սերիալներ, ժամերով նայում եմ, հետաքրքիր է, խելագարվում եմ, ոնց է սցենարը գրվել, ասում եմ, ոնց է գտել ես, այս աշխատանքը։ Ես լինելով թատրոնի մարդ կամ կինոյի մարդ, որ շատ լավ գիտեմ ոնց է այդ տրյուկերը լինում, ինձ անընդհատ կարողանում են խաբել ու հիացնել։ Բայց ես ոնց կարող եմ, ու մեկ էլ աչքովս ընկնում, ասում դե լավ, մի հատ պատտվեմ, տեսնեմ մեզ մոտ ինչա կատարվում, որովհետեւ որ առաջարկն եղավ, դու պիտի իմանաս, չէ, որ հարցնում են ինչտեղ ես գնում, հարցնում ես ինչ մասայա, որ ինչ շոր հագնես։ Նույն բանն է։ Ասում տեսնեմ ինչա կատարվում, ոստ, ջան, մենք հələ ստեղ ենք։ Ու ասում եմ, դե լավ, ես կգնամ ուրիշ կերպ կխաղամ, չէ, դու ուրիշ կերպ չես խաղում ես այնց, ոնց որ պահանջվում է։ Ներկայացումների մասով էլ նույն տրամադրությունն ու տրամադրությունը։ Չէ, ներկայացումները ունեն այդ պրոֆեսիոնալ դաշտը քոննա, քո պատերազմն է, քո ճակատամարտն է, հա, այդ տարածքը որտեղ մտնում ես, դու պիտի ցույց տաս քո պրոֆեսիոնալիզմը, ու այդ կապ չունի, կա նաև մի քիչ համարենք մի քիչ բան ներկայացում, մի քիչ ավելի ժողովրդի համար, մի քիչ ավելի, մեկը ես այդտեղ խաղում եմ այնց, ոնց որ իմ սրտին է պետք, ոնց որ իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ է տալի։ Այդտեղ ես չեմ իջնում երբեք։ Այդ միակ տեղն է, որտեղ ես ինձ այստեղ ինձ կդավաճանեմ։ Վերջին 1 տարվա խաղացած դերերից ամենահոգեհարազատը ասեմ, կամ դեր, որը շատ սիրում ես ու ամեն անգամ մի նոր ապրումով ես խաղում։ Ես իմ բոլոր թատերական դերերն սիրում եմ, բոլոր անխտիր։ Անգամ կան դերեր, որոնք ասում եմ, դե լավ, դե էս եմ անելու, բայց մեկը այդ ինձնից է դուրս գալիս։ Արաքսի մոխրագույն բոլոր երանգներն են ու այնպես որ այդ դրանք բոլորը ինձ սիրել են, ես չունեմ թատրոնում չսիրած դեր, անգամ լուր դեր, անգամ մասսայական տեսարանում են ինչը պիտի անեմ, այդտեղ բոլորը ես եմ ու շատ սիրում եմ։ Արաքսի արտավազդ մրցանակ ստանալիս բեմում ասեցիր Արտավազդը չի կպնեպոկվելու ինձնից։ Դեռևս ոչ։ Իրականում ես ուզում եմ խոսել այն մասին, որ բեմում ասեցիր Պապ ջան ժամանակին ասում էր, վայ դերասանուհի ես դառնալու, ես դարձա եւ որքանով ճիշտ գիտեմ, հայրը քո բավականին խիստ մարդ է եւ հիմա ինչպես է արձագանքում տեսնելով։ Միջև օրս խիստ է, չնայած որ արդեն առանձին ընտանիք ունի։ Վայ նենա որ հանկարծ հյուր էի գնացել, այ երկրում չի ապրում։ Սուրճ էի խմում, առավոտը էլի խոսում էր ֆրենս։ Ով առավոտ շուտ սուրճ խմում, թե խմի դա առողջությանը վնասա։ Ստանում պապ ես 40 տարեկան եմ, կարանք մենք այդ մասին էլ չխոսենք։ Նայելով ինչ ճանապարհ անցար ու իսկապես ինչպեսի հարված սիրված դերասանուհի դարձար։ Հիմա ինչպես է արձագանքում մասնագիտությանը։ Շնորհակալություն սիրված բառի համար։ Ես իմ ամբողջ կյանքը հենց դրան էլ նվիրել եմ եւ նվիրում եմ։ Ու պապաս հենց այդ էլ ինձ միշտ ներարկել է, հա, դաստիարակել, որ ինչ գործեր անես, պիտի լավագույնը լինես, այդ գործում սիրված լինես։ Այսինքն ես պապայիս խոսքից դուրս չեմ եկել։ Կլիներ դա կենսաքիմիկ թե դերասանուհի, երգչուհի թե նկարչուհի, որտեղ ինչով ասես զբաղվել եմ, բոլորի մեջ էլ պետք է լինել այդ սիրվածը։ Ու պապաս միշտ ասում էր, եւ մինչեւ օրս էլ ասում է, նայ Գալյանով ոնց է խաղում, մարդիկ սիրում են, ասում են, սիրուն կնիկ չի, չէ՞։ Պապան դե պապայի համար գեղեցիկ կին է, նորմալ տղամարդ է։ Ասում են, ոնց է խաղում։ Ու պապաս միշտ ասում էր, սիրում են մարդիկ իրան, այ սրան դու պիտի հասնես։ Ռոզի վիդեոները, որ նայում էինք, ասում էր, նայ մարդիկ ոնց են խելագարվում, սիրում, սա է կարևորը։ Ու պապան ճիշտ էր։ Ու իմ ամբողջ կյանքում հենց այդ է կաթացել։ Դու ասում ես, պիտի ժողովրդից չհեռանաս։ Այդ ֆեյք աշխարհ, այդ սուտի, եսի ինչ գլամուրը կամ եսի ինչ, դա սուտ արաքսիկ, դա դերասանություն չի։ Ինքը ճիշտ է։ Այսինքն
դու չես կարող լինել այդ բանը, հերրու մարդկանցից հերրու ես արվեստագետ եմ, այդ սուտ բանը։ Այդ պետք է լինի ներսից, բայց ոչ մարդիկ չպետք է ասեն, խփնվածն է սովերեկը։ Իրականությունից կտրված եւ ամենից հերված։ Ու այնպես որ իսկ papa's ասածը падգամը ըստ էության պահել եմ։ Երբ որ սիթքոմում խաղացի այդ Ջուլիկի դերը, papan ասաց՝ «Այ վերջապես», ասում «Պապ, բայց ախր այսքան թատրոնում», ասում «Արեքս ջան, դու հերո ես թատրոնում»։ Մարդիկ ամեն դեպքում սիթքոմերից եւ ասում դու հերո ես, ասում այսօր դու խաղացիր մի հատ կնոջ, որը իր հարիվանն է, ինքը տեսել է դրանից։ Այդ կանանց տեսնում է իր տեքոր կնիկն է, էսն է, այն ասում դու մարդկանց մեջից մի բան արեցիր, դա շատ կարեւոր է։ Շատ ամուր, շատ կազմակերպիչ, շատ ամեն ինչ իր վրա վերցնող բնավորությունը։ Սեփական ընտանիքում եւ երեխաների դաստիարակության հարցում օգնում է թե խանգարում։ Գուցե հանգամանքների բերումով եմ ես դարձել ուժեղ, բայց մի քիչ էլ նաեւ գենետիկ ֆոնն էլ կա, հա, որովհետեւ ես այսօր նայում եմ իմ հորաքրոջը, papaիս, այնպես չի որ իրանք էլ են այտենց շատ ակտիվ մարդիկ, ամեն ինչ իրանց վրա են վերցնում, հոգսը, ամեն ինչը, ուղղակի նաեւ ասում եմ, կյանքի հանգամանքներն են ստիպել, որ այդպեսին լինեմ եւ ես շատ կուզեի, որ ինչ որ մեկը ինձ հոգ տաներ, ես երազում եմ դրա մասին, այն որ մեկ-մեկ կանայք բողոքում են, ասում են ամուսինս բան արեց, ասում ինձ մի բանի տեղ չի դնում, ասում իրոք ինձ մեկն էլ բանի տեղ չդրին, զուգակի բերեին, ասեին նստի, դեռ ու ես ուրախանայի։ Իհարկե ես հաստատ կբզեի տակից, բայց այդ թույլ լինելու հնարավորությունը, բայց մի քիչ էլ մեզնից է, չէ՞։ Ես չունեմ իրավունք չունեմ թույլ լինելու։ Եթե թույլ եղա, իրավունք չկա այլևս։ Այդ իմ ճակատին չի գրած ու ես հարմար ապրում եմ դրա հետ։ Ունես աղջիկ եւ տղա, ամուսինն էլ հայտնի հանդարտ բնավորությամբ, բոլորը ամեն դեպքում հանրային վայրերում նրան միշտ հանդարտ են տեսնում։ Այո, այդ շատ լավ է, կարողանում եք խաբել ձեզ, շնորհակալություն։ Ընտանիքում հանդարտ չէ։ Չէ։ Իսկ վեճը շատ եք ունենում։ Էլ չէ, մի ժամանակ շատ։ Կարող է վատ նշանավորել չենք վիճում։ Հա, այսօր փորձեք մի բան նախաձեռնել, գուցե։ Մի ժամանակ շատ էինք վիճում, ամեն ինչի համար, ամեն մեկը իր սահմաններն էր գծում ու բան էինք անում, որ այդ ես եմ ճիշտը, ոնց որ ճակատամարտ լիներ, ոչ թե ընտանիք։ Հետո այդ կռվից հետո այդ որ ասում են սիրելը ավելի լավ է լինում, հետո հասկացում դու խփնված ես, այ մարդ, այդ ինչ հիմար հարաբերություններ է կռվենք, որ հետո լավ լինի։ Չէ, ուրեմն հիմա չենք կռվում։ Գուցե գցել եք սահմանները դրանից է։ Ես հասկացել եմ մի շատ կարևոր բան, հուսով եմ, որ ինքն էլ է հասկացել, մարդը չի փոխվում։ Չկա տենց բան։ Եվ ի վերջո ես սիրել եմ իրան հենց այնպեսին, ինչպեսին որ ինքն է, եւ հուսով եմ, որ ինքն էլ ինձ սիրել է այնպեսին, ինչպեսին որ ես եմ։ Ես չեմ կարող դառնալ այդ «Ոյ, բան, շատ խելոք սուրճը դնեմ, սենց խելոքն է, պիտի սես դնեմ սուրճը»։ Այն օրը ուրեմն կռվում եմ։ Խոհանոցում սուրճը դնում եմ արդեն ու կռվում եմ, սենց համ, բաց չէր լինի մի հատ սուրճ դնեք, ես արդեն դնում եմ, սուրճը, սենց այցի։ Արի դու դիր, պես դնում եմ, ամեն դեպքում կռիվը ստեղծում եմ, սենց անում։ Չգիտեմ ինչ խոսած, սենց ամ, դե հերիքա, դու անընդհատ վեճ ես սարքում, ասում եմ, բայց դու դանգամ չգիտես, որ ես այդ սուրճը արդեն դնում եմ, սենց ամ, դու էլ արդեն չգիտես, որ ես գիտեմ, որ դու այդ սուրճը դնում ես։ Հիանալի դիալոգ։ Սա անիմաստ կռվում ենք։ Հավես, էլի պիտի այդ աղմուկը տնից դուրս գա։ Գուցե սիրելու ձեր ձևաչափն էլ դա է։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Իսկ երեխաները ինչպես են բաշխվել բնավորությունները, ավելի շատ նման են հայրիկին, թե մայրիկին։ Ես կարծում եմ էգոիստաբար ասեմ, իմ կարծիքով իմ գենը ավելի է ճնշող։ Հիմա կնալի կասելի դու երեխեքիդ, դու անպայման կասի, թող ասի, դա էլ իմ առավելությունն է։ Կարծում եմ երեխաները մի քիչ ինձ ավելի շատ են նման։ Երկուսն էլ, տղան էլ, աղջիկն էլ։ Հա, աղջիկս իմ հայելին է։ Ու մի քիչ դժվարանում եմ աղջիկաս հետ, հիմա կլսի կասի մամա, հելի սկսեցիր, բայց նաև շատ օգնում է ինձ, ասում է, էս չեմ արել, էս եմ արել, սենց պետք է խոսալ երեխայի հետ, որովհետև դու էլ էիր նեղվում, երբ որ քեզ բանի տեղ չէին դնում ես հարցում, այդ շատ իմ փոքրիկ հայելին է։ Ես շատ շնորհակալ եմ Աստծուց, որ ես աղջիկ ունեմ։ Դե տղայի համար չեմ ասում, առաջնեկը հայ մամաները գիտեք, այդ ինչ ֆանատիկ սեր է։ Բայց հայ մամաների ֆանատիկ սերը տղաների հանդեպ մի քիչ շատ չի։ Կործանարար է, այո։ Թակավոր է, հարսնա մեղավոր։ Իլետ ինչ է դստիեկած է, բայց աղջիկանը տենց չեն անում։ Ինչպես վարվենք, որ աղջիկների հանդեպ էլ լինի այդ թագու հանդեպ վերաբերմունքը։ Ես մի հատ գործ եմ, չէ, գրել իմ Facebook-յան էջում կա, մի օր տենց էմոցիաների տակ նռան պատմությունը, որ վաճառող է ինձ նուռը, ասեց, ես ի՞նչ թանկ նուռ, աղջիկաս համար նուռ էի առնում, ասեց բանա, թանկ էր այդ պահին, ասեց, ես ի՞նչ գներա։ Ու սենց ասեց աղջիկատ համար ես առնում, ասեցի, հա, սենց աղջիկատ համար։ Դու գիտես, այդ խորհուրդը, հա, այնտեղ ավելի սիրուն եմ իհարկե գրել։ Հիմա ինտերվյուները միշտ սենց սիմոտ թափ-թփված է լինում, բայց ինչ որ կա։
Ու ես լաց եղա կանգնած այդ վաճառակետում, ոնց թե աղջիկ, ասեց աղջիկը թյուրը տա, լավ նայի, գնալու է ինչ իմանաս ինչ տուն գնա։ Ու ես կանգնած եմ այդ մարդուն լացնում, զգացի որ ես ոչ թե մեկն եմ առնում, ես շատ եմ առնում։ Ու այո, այդ ցավոք սրտի տանը պիտի թագուհու պես նայես, իրոք դու չգիտես կյանքում իրան ինչ է սպասվում։ Գոնե ամենալավ բաները տաս իրան, որ ինքը հոր տան մասին ինչ հիշի։ Շատ կարևոր։ Մենք տենց չենք, մեր աղջիկներին ամաները լվա, տները հավաքի, ես արա, աղբերը տա խոսում, ձենդ կտրի, ես ինչ որ էլի է հարգանք, բայց մի քիչ սկսում են տղամարդկանց ավելացնել, հետո այդ տղամարդիկ դառնում են մոնստերներ, հետո էլ ասում են, բայց ոնց եղավ որ չեն հարգում իրանց կանանց, որովհետև տանը դու արդեն այտենց ես արել։ Այդ կփոխվի մոտակա ժամանակահատվածում։ Իմ տան մեջ ամենայն դեպս ես ասում քրոջդ հետ ես խոսում հարգանքով։ Նրան էլ եմ ասում աղբերը տա լսի, բայց չեմ ասում որ եթե աղբերն ասել, դա բացարձակ ճշմարտություն, իսկ ով ասել աղբերը չի կարա սխալվի։ Բոլորը հավասար են եւ հավասար են։ Տղաներն էլ կանանց հարգելը շատ կարևոր է, ես չպետք է հիմա դրա մասին խոսեմ։ Ախր սուտ է այդ մեր մոտ, Հայաստանում շատ սուտ է այդ ամեն ինչ, իբր թե կանանց հարգում են, բայց քանի որ դերերի լղոզվածություն մենք ունենք, կին, տղամարդ, մենք հիմա չենք հասկանում ով է առաջին դերում, ով է երկրորդ դերում, գուցեև այդպես է ճիշտ, բայց արդյոք երկուստեք հարգանքի բացակայություն չենք ունենում ավելի շատ։ Հիմա այս նախադասության համար ինձ շատ են իմ ընկերները կամ իմ հարազատները նեղանալու են ինձնից, ոչինչ, այս են ուղիղի մասին է, բայց ավելի լավ ասեմ, քան հետագայում, այդ ես բակերը գնացեք հայկական ու տեսեք ինչքան տղամարդ կա բակերում նստած ուղակի նստած են, ինչքան տոկոս կա տղամարդկանց, ինչքան տղամարդիկ են դրսում ուղակի անգործ նստած, ուտեղ այդ հարցը փակվում է։ Կանայք չեն նստած իրանց երեխաներին հանել են զբոսանքի կամ արևածաղիկ են չրթում, տղամարդիկ են։ Իմ կարծիքով այս հարցի պատասխանը ես տվեցի, թող էլ թող չխոսեն հայր իշխանության մասին, վերջ բազմակետ։ Արաքսիա բոլորը գիտեն, ովքեր հետևում են քո էջերին, որ բավականին կտրուկ կոշտ արձագանքում ես հատկապես Հայաստանի ու հայի մասին կատարվող իրադարձություններին։ Ուզում եմ հասկանալ անդրադարձից հետո գործի մեջ դժվարություններ չեն լինում կամ արդյոք բախվել ես ընկերների հետ վեճերի կամ աշխատանքի վայրում վեճերի, չէ՞ որ գրառումները շատ սուր են ու կարող են նաև թիրախավորել որոշ մարդկանց հենց։ Այդպես էլ կա։ Ես անգամ ստացել եմ դիտողություն չասեմ, որովհետև որ մի քիչ զուսպ խոսիր, որովհետև դու պետական տեղերում ես աշխատում։ Ես էլ ասել եմ, ինչ է այստեղ սխալ է, ինձ մարկերով ընդգծեք, ես էլ ներողություն խնդրեմ դրա համար։ Պարզվել է, որ սխալ չի։ Ես վիրավորվում եմ, որ մենք մեզ այսքան ստորացնում ու իջեցնում եմ։ Ոնց կարելի է ապրում ենք մենք այս երկրում, այսինքն այնքան անինքնասեր ենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ հայ երեսին այդքան թքում են, մենք էլ ասում ենք ես բառից բուն իմաստով հպարտ եմ, որ հայուհի եմ։ Ճիշտ է, արմատներից մեջ ուրիշ բաներ կա, բայց մենք դրան լավ նայենք, մենք սիրունացրել ենք գենը։ Ես վիրավորվում եմ, որ մեզ այսքան իջացնում են, շատ։ Ու անընդհատ բան են անում, էս էլա դրսից։ Այ դուրս եկավ, մենք ոչ մի բան ենք եղել, մենք տեղյակ չենք դրա մասին։ Կարող է իրոք սուտ է եղել այսքանը, բայց մեզ ուզում են համոզեն։ Հիմա մենք գալիս ենք այն կետին ենք հասնում, որ բոլորիս մոտ սկսել է հարց առաջանալ։ Կարող է իրանք ճիշտ են, մենք սխալ։ Այդ անում են գժերի հետ, գիտեք, չէ՞, որ երկար կամ որ ուզում են գիժ սարքեն։ Մարդուն եթե անընդհատ համոզես, որ ինքը նապաստակ է, ինքը կհավատա, որ ինքը նապաստակ է։ Հիմա մեզ են անընդհատ համոզում են, որ դուք փոքր եք, դուք սուտ եք խոսացել, բլեֆը շատ է եղել։ Անընդհատ մեզ համոզում են, որ էս էլ է իրանց է, էս էլ է իրանց, դուք այդքան չկաք, հանգստացեք։ Ոչ, կանք։ Մենք հեշտ համոզվող ազգ չենք այս առումով։ Ես վստահաբար ասում եմ, կանք, կարող է մի քիչ լոթի ենք թաթալաբազենք, բայց ոչինչ, դա էլ ազգային գիծ համարենք։ Վրացիներն էլ են այդպեսին, բայց չեն փոքրանում։ Մենք պետք է սովորենք, որ չփոքրանանք, հակառակը շատանանք, ձևը չգիտեմ։ Կենտրոնանք երևի լավի վրա։ Հա, լավը գովենք օգնելու վրա եւ լավն էլ չէ, վարակվելու բնավորություն ունի, պետք է շատացնել այդ ամեն ինչը, բայց ոչ ստի վրա։ Հաղորդման այս հատվածում ես տալիս եմ բլից մի քանի հարց։ Ես ինձ ավելի երջանիկ կզգամ, Եթե շուրջս բոլորը առողջ լինեն, հանգիստ լինեմ, որ իմ ծնողը, եղբայրը բոլորը առողջ են, բավարար ապրում են, ես ինձ ավելի լիարժեք երջանիկ կզգամ։ Հայրենիքը սիրել նշանակում է անդադար աշխատել հայրենիքի, Հայաստանի համար, անվերապահ աշխատել առանց փառքի փնտրտուքների, առանց ակնկալիքների, ուղղակի մոմի պես վառվես այս կյանքում, լիակատար ինչքան որ քոննա ու այդպես եթե շատ լինենք, մենք հաստատ շատ
ուժեղ կլինենք։ Դժվարությունները հաղթահարելու Արաքսիայի ձևաչափը։ Թեթև տարեք։ Հա, լուրջ, հանրդ ասում, թեթև տարեք էլ կանցնի ու անցնում է։ Տարօրինակություններ, որոնք ունեք, Շատ են, չեմ կարող հիշել։ հանգիստ ծովի ափին, թե լեռնագնացություն։ Երկուսն էլ։ Հենց հիմա ընկերուհուս հետ պատրաստվում ենք աժդահակ բարձրանալ։ Հիմա լեռները կրկին կանչում են ինձ։ Էդ էլ է, բանի պես է, մայատնիկի պես է, ծովն է ժամանակ առ ժամանակ կանչում, հետո էլ լեռները։ Ինչ որ sense բալանսի մեջ եմ, երկուսը հավասարաչափ։ Ըստ տրամադրության երևի եւ կյանքի, հա, հիմա օրինակ ծով չեմ ուզում գնամ։ Անընդհատ ինչ որ սարեր եմ, լեռներ եմ ուզում բարձրանալ։ Շատ լավ, եւ հաղորդման վերջում ես ընդամենը մեկ հարց եմ տալիս։ Կա մի թեմա, որի մասին ակնկալում էիք, որ ես պետք է հարցնեի, բայց չտվեցի հարցը, եւ եթե այո, կուզեմ խոսել այդ մասին։ Ես միայն պիտի ասեմ հետեւյալը, մեր հայերին, հա, ընդհուպ իմ ծնողին, որը երկրից դուրս է, իմ եղբայրներին։ Ես վերջերս սկսել եմ դրա մասին շատ մտածել։ Դրսում ինչ կա։ Ինչ կա դրսում, որ Հայաստանում չկա։ Հա, գուցե կենցաղը մի քիչ ավելի լավն է, մի փոր հացը, մի քիչ ավելի լավ է պետությունը վերաբերվում մարդուն, իրոք։ Բայց ախր մենք էլ Աստված գրել է, հա, Հայաստան, այդտեղ դու պիտի ծնվես, չէ։ Ինչ որ մի բան գուցե մտածել է, որ այդտեղ է ստեղծել։ Հիմա աշխարհը գնում է գլոբալիզացիայի մասին ենք խոսում, որ ամբողջն ամերը մենք չէ, արմատներից է տենց հեռանում ես, ինչ որ մի բան փչանում է։ Պարզ օրինակ բույսերը, հələ փորձեք արմատները կտրեք, տեսեք ինչ է լինում։ Չի լինում, ամենթատ դու աշխատում ես արմատը առողջացնելու մասին ես մտածում, ոչ թե ծաղիկների ու տերևների։ Մենք մենակ տերևներն ու ծաղիկներն ենք տեսնում, բայց արմատները չենք սնուցում։ Այ ես կուզեի, հենց ասում եմ, իմ հարազատներին էլ եմ դա ասում։ Կարող է իրոք այս երկիրը սարքենք ուժեղ առանց գնալու։ Պիտի փորձենք։ Դե ինչ այսօր այսքան, առաջարկում եմ մեզ հետևել YouTube-ում, Facebook-ում, ինչպես նաև հետևել մեր Patreon-ին։